Բարի երեկո, նորից սկսեցի այս խոսակցությունը, որովհետև ընդհատվեց, սիրելի ժողովուրդ, սկսում ենք կարճ աղոթքով եւ շատ կարճ եթեր պիտի անեմ, այսօր Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն էր, ամսու 1-ին, կներեք, որ շատ ուշ եմ դուրս գալիս ուղիղ եթեր, ես կուզեմ նախ եւ առաջ շնորհավորել Երկրի վարչապետի իր ծննդյան տոնի արդիվ եւ ապա մաղթել հետեւյալը, որ մեր Երկրի վարչապետը այս անգամ եւս ունենա հզոր հաղթանակ, այս անգամ եւս ունենա ձայների մեծամասնություն, այն ուժը քաղաքական, որ նա ներկայացնում է խորհրդարանում, եւ վերջնական, այսպես ասած, իր լրումին, իր դրամաբանական հաղթական ավարտին հասնի հեղափոխությունը, որը որ սկսվել էր Հայաստանում 18 թվականին, սակայն մինչև բոլոր հանցագործները չեն պատժվել եւ բանտերի մեջ չեն, մինչև որ Կտրիչ Ներսիսյանը աթոռի վրա նստած են, ես համարում եմ, որ ավարտված չէ տակավին այս հեղափոխությունը, եւ կարճ աղոթքով սկսում ենք փոքրիկ քննարկումները։ Զգորդս դերած մերոց ուղիղարայմեստեր եւ զգորդս դերած մերոց հաջողյա մեզ, Փարքոր եւ Օրթվոյոք Վույնսրբո, այժմ եւ միշտ Շիվավիցյանս Սավիդենից ամեն։ Ահավասիկ սիրելիներ, ես ձեր ուշադրությանը նախ հիմա ուզում եմ ներկայացնել փոքրիկ տեսանյութ, որից հետո մենք կանցնենք բուն մեր նյութի։ Владимир Путин провел телефонный разговор с Николом Пашиняном. Об этом сообщила пресс-служба Кремля. В ходе телефонного разговора президент России поздравил премьер-министра Армении с днем рождения. Также они обсудили итоги саммита ЕАЭС в Астане, на котором Пашиняна не было. Отметим, на фоне предстоящих парламентских выборов в Армении отношения Москвы и Еревана заметно обострились. Владимир Путин провел телефонный разговор с Ահավասիկ սիրելի ժողովուրդ, սա մի փոքրիկ տեսանյութ էր, որը շատ կարևոր էր, ինչպես է Ռուսաստանը արձագանքում Հայաստանի իր դիրքորոշմանը, այնուամենայնիվ կոռեկտությունը պահել է եւ երկրի նախագահը, չգիտեմ հիմա այն մարդը, որ իրեն կոչում է Վլադիմիր Պուտին, այդ անձնավորությունը շնորհավորանք ուղղել է Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Ինչ հետևություն սրանից նախ կարող ենք անել։ Հետևությունը հետեւյալն է, որ իհարկե Ռուսաստանը վախեցած է եւ մտահոգված է, որ Հայաստանի մեջ կարող են լինել իրեն համար անցանկալի զարգացումներ, այն է, որ ամբողջովին Հայաստանը փաստորեն դեմոնտաժ անի այն բոլոր արհեստական ստեղծված կապերը, որոնց բերումով Հայաստանը փաստորեն հետընթաց է ապրել, միշտ ունեցել է դժբախտ ճակատագիր եւ միշտ այդ ճակատագիրը պայմանավորված եղել հենց այդ կապերով, այդ շղթաներով, որի մեջ փաստորեն շղթայված է եղել։ Հայաստանի Հանրապետությունը իհարկե այսօր նմանապես պետք է ուրախ լինի, ինչ առումով նրա քաղաքացիները, որ այսօր ծնունդն է մեր երկրի վարչապետի, արդեն քիչ առաջ շնորհավորեցի, ես եւս մեկ անգամ ուզում եմ շնորհավորական ուղերձը ուղղել իդեմս վարչապետի, նաեւ Հայաստանի ժողովրդին շնորհավորել, որովհետեւ այս մարդու փաստորեն եթե նա չլիներ, եթե նա չծնվեր եւ եթե նա չդառնար երկրի վարչապետ, եթե նա չաներ հեղափոխությունը, այս խայտառակ վիճակը Հայաստանի մեջ չէր վերջանա։ Դա այդ դժբախտությունը, որը պատահել էր Հայաստանին եւ քանի տասնամյակներ տառապում էր ժողովուրդը եւ փախչում էին երկրից։ Փաստորեն փարատվեց դրանով, որ մեջտեղ ելավ Նիկոլ Փաշինյան եւ այսօր շատ կարեւոր եմ համարում։ Եվ գիտեք ինչի է Պուտինը շնորհավորանքներ ուղղել, որովհետեւ նա հասկացել է, որ ոչ միայն Միացյալ Նահանգներն են սատարում վարչապետին եւ նախագահը անձամբ, ասել է, որ ինքը աջակցում է, որ վերընտրվի երկրի վարչապետը։ Հայաստանի համար սա ամբողջ այդ կոչված ճակերտավոր ընդդիմադիր դաշտի համար ազդակ է, որ դրանք խելոք վերընկնեն իրենց տեղերը։ Նրանք ոչ մի շանս չունեն իշխանությունը Հայաստանում վերցնելու, ինչպես որ հայտարարել էր վերջի 2 այսօրը Տաշիրի այդ շուշանգյալ բոմժ Սամոն։ Նրանք չունեն շանս, նրանք որևէ մեկը դրանցից այս ընդդիմություն կոչվածից այն պատերազմի կուսակցությունները նամանավանդ այդ գաղափարը, որ դրանք մեջտեղ են հանում եւ ուզում են անընդհատ սեփ խրել, խաղաղության փոխարեն քարոզում են պատերազմ, քարոզում են արյունահեղություն, քարոզում են ամեն տեսակի արհավիրք, շրջափակում, ավելի տնտեսական ճգնաժամերի ավելի խորացում, նրանք դա են քարոզում, այսինքն դրանց ծրագիրը կառուցված է այս ամենի վրա։
Դրան հակառակ Նիկոլ Փաշինյանին շնորհավորում է Պուտինը եւ դրանց ապտակ էր, այդ շնորհավորանքը դրանց ապտակ էր նաեւ ինչ որտեղ, որովհետեւ հարաբերությունները չափազանց լարված են այսօր Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ, դա էլ պետք է ընդգծենք, երբևիցե նման բան չի եղել, բայց միաժամանակ Մոսկվան չի ուզում բաց թողել իր գործընկերոջը։ Եվ ամեն կերպ ուրեմն ուզում է հիմա այդ սիրաշահելով իր հարցերը առաջ բերել։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը այսօր ռիսկ չի անի, ոտնձգություն անել եւ ինչ որ հատուկ օպերացիա, գործողություններ, ինչպես որ հայտարարել էր երեք, կարծեմ, եթե չեմ սխալվում, Լուկաշենկոն, այն մասին, որ Հայաստանը գնալու է Ուկրաինայի ճանապարհով։ Այսինքն սա բացահայտ սպառնալիք էր, որը հնչեց Բելարուսի նախագահի շուրթերից, Դոդի Գագոյի ընկերոջը մտերիմ, հա, որ գլուխը գովացել է, ասել է Լուկաշենկոն իմ ընկերն է, որ Հայաստանի մեջ ասել է, եթե հանկարծ այդ իշխանությունը նորից վերընտրվի, ուրեմն Լուկաշենկոն ասել է եւ կանխատեսել է, որ լինելու է նույն պատերազմը, փաստորեն, ինչ որ այսօր Ուկրաինայում է տեղի ունենում։ Այսինքն ինչ կուզեի ասել դրանով։ Կուզեի ասել, որ Ռուսաստանը հարձակվելու է Հայաստանի վրա, եթե հանկարծ Հայաստանում լինի ուրեմն նորից նույն իշխանություն, այսինքն նույն քաղաքական ուժը վերընտրվի։ Այսինքն դրանց թքած հայ ժողովրդի կամքի վրա հայաստանցիների ընտրության վրա նրանք թքած ունեն եւ ընդամենը իրենք արձանագրում են մեկ փաստ։ Այդ փաստը, սիրելիներ, դուք շատ լավ գիտեք որն է։ Այդ փաստը, որ նրանք տարիներ ի վեր միշտ ցանկացել են Հայաստանին վատ տեսնել։ Եթե նրանք չցանկանային այս դժբախտությունները ունենալ, որ Հայաստանի մեջ կրկնությունը լինի փաստորեն Ուկրաինայի, եւ դրանից հետո ասեն, որ մենք բարեկամներ ենք, մենք սերտ համագործակցության կարիք ունենք, մենք չենք կարող ձեզ բաց թողել, ապա գիտեք, մեկը մյուսի հետ երբ որ համեմատական կարգով դնում ես, տեսնում ես, որ այս մարդիկ ոչ թե բարեկամ են նշանակում մեզ համար, այլ նրանք ուղղակի այն ստրկատիրական հասարակարգի կողմնակից են, որ բոլոր նախկինում այն ժողովուրդները, որոնք եղել են իրենց լծի տակ, նույն կարգավիճակի մեջ մտնեն եւ հանկարծ չթպրտան։ Ես ուզում էի իհարկե ավելի երկար անդրադառնալ այս նյութին, բայց հաշվի առնելով, որ ժամանակը բավական ուշ է Հայաստանում հիմա, ես կուզեմ ավելի, այսպես ասած, թեթև անդրադարձ ունենալ այս բոլոր երևույթներին։ Գիտեք բոլորդ, որ այսօր նաև հայտարարություն եղավ պաշտոնական լրահոսով, որ այդ հանցախումբը, ովքեր որ կազմակերպել են եւ ծրագրել են մահապատժի արժանացնելու երկրի վարչապետին, այսինքն սպանություն իրականացնելու Հայաստանում, նոր հոկտեմբերի 27 նոր զավարուխա առաջացնելու, ուրեմն այդ հանցախումբը բացահայտված է եւ ուրեմն պետք է այս մարդիկ ստանձնեն իրենց պատասխանատվությունը։ Բայց այս կոնտեքստում ես ուզում եմ ընդգծել, որ այս ամենի գլխավերևում ես պնդում եմ այս իմ ասածը ոչ թե զուտ ինչ որ բանի վրա է կառուցված ենթադրության վրա, ես դա կարող եմ ասել, որ սա շատ կոնկրետ բան է, որտեղ սա Ռուսաստանի մեջ է քննարկվել, մենք գիտենք Ռուսաստանի մեջ ինչ է տեղի ունեցել, նույնիսկ Սայուզ Արմյան Ռասիի, եթե չեմ սխալվում Կուբան, այդպես իրենց օֆիսը, որ Կուբանում ունեն, հայտարարություն է տարածել Գարեգին Սատանայի կոչը մասնակցել ռուսաստանցի հայերին, ովքեր որ ունեն հայկական պասպորտներ, Հայաստանում ամսու 7-ին ընտրություններին, այսինքն ուղիղ կոչ է հնչել Կտրիչ Ներսիսյանի Հայաստանին վրա հարձակվել։ Հիմա սրա հետ, եթե դուք համեմատեք այդ գործողությունը, որ տեղի է ունեցել, եւ Փարքաստու կանխեցին, Փարքաստու դա տեղի չունեցավ, որովհետեւ Աստված պահում է Փաշինյանին։ Ահավասիկ ինչ ենք մենք այստեղ դիտարկում, սիրելի ժողովուրդ։ Դիտարկում ենք մի պարզ երևույթ, որ Կտրիչ Ներսիսյանն է կանգնած, կարևոր չի, հիմա ովքեր կգնան ճաղերի ետևը եւ պատասխան կտան դատարանում, բայց այդ գաղափարները, այդ միտքը նրանց գլխների մեջ տեղադրում է ոչ այլ ոք, քան Կտրիչ Ներսիսյանը, հարգելի գլխավոր դատախազություն, ազգային անվտանգության ծառայություն, քննչական կոմիտե, ներքին գործերի նախարարություն։ Այս մարդն է հանցագործը, կենտրոնը նա է, ամենամեծ չարիքը Հայաստանի համար հանդիսացողը դա Կտրիչ Ներսիսյանն է։ Մնացած բոլոր մարդիկ, ովքեր որ
այսօր իր հետ միասին նույն ուպրիաշկի մեջ գործում են ի վնաս Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի, նրանք ընդամենը իր կամակատարներն են, որովհետեւ պարագլուխը այդ մաֆիայի խողովակը Ռուսաստանի այս բոլոր գործակալ լինելու մենակ հանգամանքը չէ, որ Կտրիչ Ներսիսյանը գործակալ է հանդիսանում, իհարկե մինչև հիմա չի հրապարակել, չի գաղտնազերծել, չգիտեմ ինչ պատճառով է իր գործակալ լինելու փաստը, բայց Եզրասինխում Կարոն գիտենք, չէ՞ արդեն որ ինքը գործակալ է եւ այնտեղից թելադրանքը գնում է, ցույցերը կատարվում են, այնտեղից հնչում է Հայաստանի այն հատվածը ներկայացնող, բայց արդեն Ռուսաստանում արմատավորված ապրող հայության մոտ այն քարոզն է տարվում, որ Հայաստան պիտի գաք փրկեք Հայաստանը, ձերից գնում է, պետք է Տաշիրի Սամոն դառնա, կամ Ռոբերտը դառնա, կամ չգիտեմ որ մի Սրիկան դառնա, մենակ թե այդ իշխանությունը պիտի սպանենք, վերացնենք։ Եվ պատրաստում են տղամարդիկ, ասում են տղամարդիկ, ուժեղ տղամարդիկ պիտի գան, որպեսզի ընտրությունից հետո նրանք սկսեն իրենց ռազմական նաև գործողություններ։ Ես չեմ բացառում, որ դրանք արդեն թաքուն զենք, զինամթերք, ամեն ինչ պատրաստել են։ Ես չգիտեմ, բայց ես ենթադրում եմ, որտեվ նրանց մոտ ամեն ինչ հնարավոր է, իրենց համար ամեն բան հնարավոր է, այդքան փող ունեցողներ են իրենք, այս մարդիկ, ովքեր որ մտել են, մխրճվել են այդ քաղաքական process-ի մեջ, որ փողով ամեն գործ կդասավորվի։ Եթե Հայաստանում մարդիկ կան, որոնք փողով գնում են 10 տեղ ընտրատեղամասերը դեռ չհասած, արդեն իսկ ընտրակաշարքով մարդկանց պատրաստում են, տեսարաններ են ստեղծում կեղծ այդ ցույցերի բաների տեղերը, հիմա վաղը նույնը պիտի խառնեն ընտրատեղամասերում, այսինքն պետք է խոչընդոտ հանդիսանան, պիտի արհավիրքներ ստեղծեն, արհեստական խնդիրներ ստեղծեն, իսկ հետո դժգոհ լինելուց արդյունքներից ընտրությունների հրաբուխի պես, ուրեմն անմիջապես սկսեն անցնել այդ գործողությունների անօրինական։ Այս սա է իրենց ծրագիրը եւ գիտեն, որ չեն հաղթելու, շեմը չեն անցնելու, ազգային խորհրդարանում չեն կարող հայտնվել։ Այս ամենը ինչի չգիտեն, իհարկե գիտեն։ Եվրոնյուսը հրապարակեց պաշտոնապես, տեսեք ինչ մակարդակով է ասվել։ Ինչ մակարդակով է դա ասվել։ Սա պարզ ինչ որ բան չէ, հա? Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները վերահաստատում է այս բանը եւ ասում է, որ ինքը անձամբ կանգնած է Փաշինյանի թիկունքում եւ Փաշինյանը պետք է վերընտրվի երկրի վարչապետ։ Դրանից ավելին մեծ հնարավորություն իշխանության համար դժվար է պատկերացնել։ Սա գիտեք ինչին է հավասար, որ Աստված ինքն կամենում է, որովհետեւ Աստված եթե չկամենար, ինչպես պետք է Աստված առանց կամենալու այդ գլուխը մտներ այս մարդկանց պետական, բարձրաստիճան, եվրոպական պաշտոնյաների, որ դրանք բոլորը միաբերան սատարեն Հայաստանի Հանրապետությանը եւ այս բոլոր բարեփոխումներին։ Վերջի վերջո վերջին հաշվով սատարելով կառավարությանը, այդ քաղաքական ուժին եւ նմանապես Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ուրեմն դա ում կամքն է, երկնավոր հոր կամքն է, սա պարզից պարզ երևում է, որ Աստված ուզում է, որովհետեւ Փաշինյանը ճիշտ գործ արեց։ Եթե Փաշինյանը այդ կեղտ Կտրիչ Ներսիսյանից չուզենար ազատել եկեղեցին եւ այդ հայտարարությունները եւ այդ պայքարը չսկսեր, գուցե Ռասկլադը լրիվ այլ կերպ կդասավորվեր, բայց վերջը վերջով տեսավ Աստված, որ Փաշինյանը երկար տարիներից հետո, երբ որ սխալ է եղել, շփոթված է եղել եւ չի զբաղվել եկեղեցու հարցերով, չի պատկերացրել սրիկային այդ սատանային, ուրեմն չի պատկերացրել, որ նա այդպեսին է։ Նա մտածել է միշտ, որ ինչ որ չափազանցնում ենք մենք, կամ մենք վառված ենք իրանից, ինչ որ բան ենք ասում իր հասցեին եւ այլն։ Այդպես է նա մտածում սկզբից։ Բայց երբ որ նա հասկացավ, երբ որ նա առնչություն ունեցավ ու տեսավ անձամբ այդ մարդը ինչ է իրենից ներկայացնում, ավասիկ այսօր նա գիտի, որ ամենամեծ չարիքը ինքն է։ Իրեն արդեն համոզել դրա մեջ պետք չի։ Կարիք չկա, որ ես Փաշինյանին այսօր այստեղից համոզեմ, որ ասեմ, որ Փաշինյան ջան, այս տականքը ամենամեծ բանն է, վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, ժողովրդին ատելով ատում է, նա ոչ թե հովիվն է, նա առաջնորդն է դեպի հավիտենական տանջանքները, հայ ժողովրդին նա տանջելու է տանում։ Բայց քարտերը շփոթված են արդեն, Գարեգինը լսել է այսօր Պուտինի շնորհավորանքը, լսել է, որ Պուտինը Փաշինյանի ծնունդն է շնորհավորել, որ կարա չշնորհավորել, չէ, 6 օր հետո ընտրությունն է, նա կարար ձև աներ, 6 օր հետո, եթե նրանք իմանային, որ այդ մարդը չպիտի շարունակի իր պաշտոնը, ես կարծում եմ իմ հիմնավորումները շատ լուրջ են, հա, եւ շատ տրամաբանական, որ երբեք նա չէր շնորհավորի Փաշինյանի ծնունդը։ Սա նույնիսկ պետական տոն չէր։
Բայց նա շատ լավ գիտի եւ Պուտինը հասկացել է, որ այս բոլոր մարդիկ, ովքեր որ իրեն համար աշխատում են եւ առաջին հետ կտրիչ Ներսիսյանը Ռուսաստանի մեջ այդ հայությունը, որ պատրաստում են այսօր զինվորներ ուղարկել Հայաստանին մեջ արհավիք բերելու, էլի հոկտեմբերի 27 գումարած մարտի 1 կազմակերպելու, ամեն գնով իշխանությունը զավթելու համար նա տեսնում է եւ կանխատեսում է երևի ոչ հավանական այդ բանը, որտեղ նա հասկանում է, որ նա չի կարող ուղղակի մխրջվել եւ մտնել դրա տակ։ Եթե նա չլսեր Թրամփի ասածը, Պուտինը եսի նկատի ունեմ, Մոսկվան, Կրեմլը, եթե դրանք չլսեին ասածները Եվրոմիության բոլոր այդ բարձրաստիճան պաշտոնյաների, գուցե նրանք ավելի ռիսկով կլինեն եւ այդ ոտնձգությունը կանեին։ Բայց այսօր իրանք ձեռներն ու ոտները շահկապված են։ Իրենք չեն կարողանալու այդ գործողություններին ուրեմն տեր լինեն, այսպես ասած։ Դրա համար մենության մեջ են թողել այդ պորնիկներին, այս սախ սատանեկը, որ ծախված մարդիկ են, երթումներ են այնտեղ տվել, որ պիտի նրանք Հայաստանը խառնեն եւ վերջի վերջո միացնեն Ռուսաստանին գուբերնիայի կարգավիճակով, այսօր նրանք հասկացան, որ Մոսկվան դրանց մատնել է, որտեղ Մոսկվան 2 լարի վրա է սկսել խաղալ։ Քանի որ ես գիտեմ միշտ ռուսական քաղաքականությունը ինչով է վերջանում, եթե դու պետք ես, քեզ օգտագործում են, այդքան ժամանակ մինչև դու պետք ես, եթե դու պետք չես, հաջորդ օր այդ նույն մարդը, որի համար դու բարեկամություն ես արել, լավություն ես արել, քեզ մոռանում է, լավագույն դեպքում, վատագույն դեպքում ինքը քեզ ոչնչացնում է։ Այսինքն տաշիրի սամոն, որ դառնալու է բոմբ, ես արդեն այստեղից կասկած չունեմ։ Այսինքն Պուտինը սանկցիաները Հայաստանի դեմ չի կարող կիրառել, հա, Փաշինյանի աթոռը չի կարող շարժել, ուրեմն մուրումից պիտի անեն։ Տաշիր սամոյից այդ հարստությունները իր ձեռից պիտի տանեն այնտեղ, ինչ որ նա ունի։ Այս սա է լինելու։ Եվ սա Աստված է անում, ես ասում եմ, սա Աստծո նախախնամությամբ է։ Ես այդքան ուրախացա, որ դա լսեցի, որտեղ ես հասկացա, որ այստեղ Աստծո մատն է խառը։ Դուք հասկանում եք, միշտ մարդ, երբ որ մի բան խնդրում է Աստծուց, որ Աստված բացի, ցույց տա։ Գիտեք, Աստված անում է այդ բանը։ Երբ որ մարդ հապավինում է Աստծո վրա, Աստված այդ բանը անում է, նա բացում է քարտերը։ Եվ մարդը տեսնում է այն երևույթը, որը որ ասենք եթե նա չխնդրեր, գուցե վրիպեր իր աչքից, իր տեսողությունից, հոգևոր տեսողությունից։ Բայց հոգևոր հայացքով ես այստեղից դիտարկում եմ մի մեծ նվաճում այսօրվա դրությամբ քաղաքացիական պայմանագի կուսակցության հաղթանակի հոտն եմ առնում։ Շատ պարզ պատճառով, որովհետև այլևս Ռուսաստանը վստահ չէ այս գործընկերների վրա, այս տականքների վրա, ընդդիմադիր դաշտի, պատերազմի կուսակցությունների վրա, որոնց ուրեմն հանձնարարել էր իրենց այդ կեղտոտ գործողությունները Հայաստանում։ Դա ամենևին չի նշանակում, որ դրանք իրենց խոդով, իրենց իներցիայով չեն անելու ինչ որ մի այլանդակություն։ Չէ, հանկարծ այդպես չնկատվի։ Իմ միտքս հետևյալն է. իրանք անելու են սիրելի ժողովուրդ, անելու են անպայման։ Եվ այստեղ պիտի աշխատեն իրավապահ համակարգի բոլոր ուրեմն անդամները, շատ լուրջ պիտի աշխատեն, պետք է աշխատի։ Այստեղ պետք է մենք ձեզ հետ ընդգծենք, որ ազգային անվտանգության ծառայության, ներքին գործերի նախարարության, գլխավոր դատախազության եւ քննչական կոմիտեի շատ լուրջ աշխատանք է սպասում եւ ամենակարևորը բոլոր ոստիկանների զգոնություն, ես մաղթում եմ, որ Սուրբ Հոգին դրանց առաջնորդի, իրանց իմաստություն տա, որպեսզի նրանք հասկանան, որ այս մարդիկ, այս սրիկաները ամեն բանին էլ ընդունակ են։ Ամեն բանի գնալու են դրանք, որտեղ սա վերջին պատերազմն է։ Եթե ամսու 7-ին հաղթանակ եղավ սիրելի ժողովուրդ, եթե ամսու 7-ին Բարով Խերով Փաշինյանը եւ նրա քաղաքական թիմը առանց ոչ մի արկածախնդրության նստեն նորից իրենց աթոռների վրա եւ ամսու 8-ին մենք կշնորհավորենք, դուք պետք է տեսնաք, որ այս անգամ բոլոր հանցագործները պետք է ստանձնեն ուրեմն պատասխանատվություն դատարանի առաջ եւ պետք է ամեն մեկն էլ իր պատիժը օրենքի շրջանակներում կրեն եւ ճաղերի ետևում երկար տարիներ պիտի չքնեն եւ ապաշխարեն։ Եվ առաջին հերթին մեղքը կլինի այս սրբապղծության ավարտի, այս անփարունակ վիճակի, այս քաղց մթնոլորտի, երբ որ կտրիչ Ներսիսյան տիրադավը հայտնվի ճաղերի ետևում։ Դուրս գա մայրաթորից։ Այսա կլինի այս ամենի ոնց որ ասած մեղքը, այս փայլուն ծրագրի։ Դրա համար նրանք այդ բոլորն էլ հասկանում են, այս բոլոր մարդիկ գիտեն, որ դրանց ոնց որ ասած մահու եւ կենաց կռիվ է, եւ ամեն ինչ անելու են այս օրը եւ դրանից հետո, որպիսի ուրեմն նրանք ինչ որ ձևով շրջեն Հայաստանը։ Այս սա է։
Ես ասում եմ, Մոսկվան շատ նվաստոկոստ եմ համարում, որ այսքան բանից հետո ներխուժի եւ սկսի ինչ որ բացահայտորեն գործել Հայաստանի դեմ, ինչ որ ասեց Լուկաշենկոն այդ սցենարը եւ այն օգտագործի, ես հավանական չեմ համարում այսօրվա Ռուսաստանի նախագահ կոչեցյալի այս շնորհավորանքից եւ հայտարարությունից, բայց ես նաեւ հասկանում եմ, որ տականց այդ մարդիկ, ովքեր որ նորից այնտեղ փափուկ բարձր են դնում Պուտինի գլխի տակ, ասում են մենք ամեն ինչ անելու ենք, մենակ մեր ունեցվածքը մեզ մնա, չխլես մեր ապրանքը մեզանից, նրանք հանուն այս ամենի, նրանք գնալու են ամեն կեղտոտության, որտեղ դրանք բոլորն է կորցնելու բան ունեն, տեսեք, նրանք ամեն մեկը կորցնելու բան ունեն, եւ ամենակարևորը նրանք ազատությունը կորցնելու ունեն, եւ Գարեգինը դա հասկանում է շատ լավ, եւ իր բանդան է հասկանում շատ լավ, դրա համար Գարեգինը ուղերձ է հղել, տեսեք է, բացահայտ է, տական կանգնել է, ասում է մասնակցեք ընտրություններին, որտեղ են այդ քարոզը իր տանում, Ռուսաստանի գաղութում, այսինքն Ռուսաստանի համայնքները այսօր աշխատում են այդ կարո կագեբեշնիկի թելադրանքով, որ Հայաստանի մեջ գան այնտեղ խժդժոց լինի, ընտրություններին մասնակցություն անեն, քվեները տան ումը որ թելադրվի, Քոչարյան կլինի, Տաշիր կլինի, որ Զիբիլը կլինի, որպեսզի դրանք անեն այդ իրենց կեղտոտ պատվերները։ Եվ այստեղ սահմանապահներ պետք է նաև շատ զգուշ լինեն եւ պիտի չթողեն։ Ես գտնում եմ, որ ամենամեծ հիմարությունը կլինի, եթե սահմանը ուրեմն ոնց որ ասած ազատ լինի այսպիսի մարդկանց համար։ Կապ չունի, որ հայկական անձնագրերով պիտի գան, դրանց պիտի մուտքը արգելափակել, քանի դեռ ընտրությունները ավարտված չեն երկրում։ Որովհետեւ դրանք գալիս են զարգացումների համար։ Եվ նկատի ունենալ ոչ մենակ Ռուսաստանը, նաև Բելարուսը, որտեղ Բելարուսի նախագահը ավելի ագրեսիվ հայտարարություններով է հանդես գալիս։ Ինչ որ չի ասում այսօր Պուտինը, նա է ասում։ Նա է ասում, այսինքն նրա սրտի ոնց որ ասած փափագն է դա, որ այս բանը տեղի ունենա։ Իսկ սա գիտեք ինչ է։ Սա մեզ համար նշանակում է, որ ոչ թե դա 44 օրյա պատերազմը, հա, որը ինչ հետևանքներ ծանրագույն հետևանքներ ունեցավ Հայաստանի համար։ Դուք պատկերացրեք Ուկրաինայի ճակատագրին արժանանա Հայաստանը։ Այսինքն Լուկաշենկոն շանտաժ է անում, ասում է, եթե դուք սենց բան անեք, ապա այսպիսի բան պիտի տեղի ունենա։ Եվ այս շատ լավ է, որ բոլորը իհարկե զեկուցվել է եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին եւ զեկուցվել է վստահաբար Եվրոմիության բոլոր ամենաբարձր պաշտոնյաներին եւ դրանք բնականաբար պետք է քանդեն այդ սադանայի տունը եւ պետք է ոչ մենակ այդ սադանայի տունը քանդեն նրանով որ սատարել են, այլ նաեւ ամեն ինչ պիտի անեն, որ կառուցեն այն հարաբերությունները տնտեսական հողի վրա Հայաստանի Փարկաստու վերջացրեցին։ Ուրեմն պետք է ոչ մենակ այդ առումով քանդվի այդ սադանայի տունը, ինչպես որ ասած, նաեւ տնտեսական հողի վրա իրենց համար շահավետ նաեւ այդ ներդրումներով Հայաստանի տնտեսության մեջ, որ ամբողջ տարածաշրջանի մեջ իրենց ազդեցությունը լինի։ Այսա շատ կարևոր է, սա մեղն է այն շղթաներից ազատվելու եւ ազատելու Հայաստանը Ռուսաստանի լծից։ Այս սկրիվն է գնում, այս պատերազմ է գնում, բայց ասում եմ, տանուլ է տվել Ռուսաստանը այդ պատերազմը։ Եվ մենության մեջ թողել է այդ բանդաներին Հայաստանը այս հոշոտող տասնամյակներով ուրեմն կեղտոտություն եւ վնաս բերելով սեփական ժողովրդին, հիմա էլ այս մարդիկ տեսնալով որ արդեն ճար չունեն, արդեն վերջին ոնց որ ասած շունչը պիտի փչեն, պիտի վերջին կեղտոտությունը անեն։ Դրա համար ես վստահ եմ, որ իհարկե այն մարդիկ, ովքեր որ զբաղվում են երկրի վարչապետի կամ բարձր պաշտոնյաների Հայաստանի պաշտպանությամբ, անվտանգության, նրանք պետք է ավելի այս օրերին ավելի պետք է ուժեղացնեն այդ անվտանգությունը։ Որտեղ ամեն պրովոկացիա, ամեն տեսակի սադրանք, ամեն տեսակի ուրեմն կեղտոտություն սпасելի է, ծերել ժողովուրդ։ Ես այստեղից հորդորում եմ, ես զգուշացնում եմ եւ Սուրբ Հոգով ասում եմ, որ ասուն աղոթելով Փաշինյանը պետք է հաղթի, բայց դա չի նշանակում, որ այն մարդկանց ումը որ վստահել են իր անվտանգությունը, նրանք պիտի քնեն կամ արխային լինեն։ Ոչ, որտեղ թշնամին քնած չէ, արթուն է այդ պատերազմի կուսակցությունները, որոնք լիքը փող ունեն եւ քանի որ մարդիկ էլ դարձել են շատ անբարոյական եւ վաճառվում են գումարի դիմաց, կարող են ամեն կեղտոտություն, ամեն այն տեղից լինի, որտեղից չեն սպասում։ Այս սա ուզում եմ դա բոլորին զգուշացնել։
Փառքաստու այն նորից վերջացավ։ Ուրեմն սիրելի ժողովուրդ, ես պիտի ձեզ ասեմ հետևյալը. քրիստոնյաներս, հավատացյալներս պետք է այս օրերին աղոթքներով եւ պահքով առաջնորդվեն, որպեսզի պաշտպանեն Հայաստանի մեջ իրենց ձայնը, որպեսզի պաշտպանեն Հայաստանում այս ամենը ինչի համար որ նրանք պայքարել են։ Նրանք պայքարել են երկար տարիներ։ Հայաստանի ժողովուրդը գիտի պայքարի ղադրը ոնց որ ասում են, հա, եւ չեն կարող մի վարքյանում դա կորցնել, ամեն ինչը կորցնել։ Ուրեմն շատ զգոն եւ շատ զգուշ պիտի լինեք, սա վերջն է արդեն, դուք պիտի գնաք քնեք, ես գիտեմ ուշ է շատ։ Այդ պիտի ասեմ, որ ուրեմն խնդրում եմ բոլորին աղոթել Փաշինյանի համար, բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների համար, բոլորին հարգում սիրում ենք եւ այլն, բայց այսօր ուզում եմ եւս մեկ անգամ շնորհավորել, առողջություն մաղթել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երկար տարիների կյանք, արևշատություն, երջանկություն, թող Աստված միշտ իր հետ լինի եւ իր բոլոր նպատակները, բոլոր իղձերը ի կատարածի։ Աստված իրեն թող պահապան լինի։ Ուրեմն բոլորիդ էլ մաղթում եմ սիրելի, բոլորիդ մաղթում եմ զգոնություն եւ կարծում եմ, որ հաղթանակելու ենք շատ ուրախ ու այսպես ասած զվարթ պետք է մեզ զգանք այդ ամսու 7-8-ը մեզ համար պետք է դառնան տոնական օրեր բարիզբուն իմաստով եւ այդ հաղթանակը լինելու է ավելի բարձր, ավելի արժեքավոր, քան թե նույնիսկ երբ որ հաղթանակը եղավ հեղափոխության օրերին կամ անցյալ ընտրությունների ժամանակ, որտեղ սա բախտորոշ է։ Սա չլինի, իմացեք, որ վտանգը ոչ թե զուտ ինչ որ Հայաստանի, այսպես ասած, կամ նույնիսկ պատերազմին է, սա կործանման ուղղակի ազդակ է լինելու։ Սա վտանգը լինելու է ամեն ինչ կորցնել եւ այդ թվում նաեւ պետություն կորցնել։ Այսքանը աշնարարչական բազուկս փրկչական սուբխաչը տերունական լինի ձեզ պահաբան այսում հետեւ մինչեւ հավիտյան ամեն։ Կխնդրեմ որ տարածեք խմբակների մեջ դրեք ձեր գրառումների լայքերը կսպասեմ բոլոր անվճար են ձեր ժողովուրդ եւ կհանդիպենք նորից խաղը գիշեր բոլորին եմ մաղթում։